Հարգելի գյումրեցիներ, Գյումրին պետք է դառնա ազատ տնտեսական կոդի եւ ազատ քաղաք։ Միացեք մեր թիմի նախաձեռնած ստորագրահավաքին։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բանի ես զրուցում Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանի հետ, շնորհակալ եմ պարոն ռուս-ամերիկյան հարաբերություններում քարոշչական իմաստով կա որոշակի ջերմություն, բայց այնուամենայնիվ քննարկումները, բանակցությունները շարունակվում են, դեռ տեսանելի արդյունքներ չեն ապահովել։ Հիմա երկու ելք կարող է լինել, կամ պայմանավորվում են ռուսներն ու ամերիկացիները եւ այսպես փոխադարձաբար հարգում են միմյանց շահերը, կամ շարունակում են անել այն, ինչ անում են մինչև այս, այսինքն պատերազմել անուղղակի կերպով Ուկրաինայի տարածքում կամ աշխարհի այլ երկրների տարածքներում, հա։ Հիմա ելնելով այս երկու սցենարի հավանականությունից, հա, փոփոխության դեպքում ինչ է սպասվում Հայաստանին եւ պատերազմի եւ այս մոտեցումների շարունակման պարագայում ինչ է սպասվում, խնդրեմ։ Գիտեք, ռուս-ամերիկյան հարաբերությունները, որ ասենք իրենք գնում են դեպի նորմալացում, դեռ շատ վաղ այդ մասին խոսել է։ Վերջը, երբ որ մենք նայում ենք Տրամփին որպես Միացյալ Նահանգների նախագահը, ինքը Տրամփը ավելի շատ պոպուլիստական շարժման ներկայացուցիչ է, քան թե ինքը որպես Տրամփ։ Վերջում Միացյալ Նահանգները ունի խորհրդային պետություն եւ անշուշտ ոչ միատեսակ, այլ ունի մի քանի խորհրդային պետություններ, որոնք որ որոշում են երկրի կառավարման ամբողջ համակարգը։ Եվ այդ համակարգը արդեն շուրջ 150-200 տարի է, որ աշխատում է Միացյալ Նահանգներում։ Այսինքն այնինչ, որ անում է Տրամփը, նույն տրամաբանության մեջ է մտնում։ Դերևս Փոլ Քենեդին էր ժամանակին գրել Միացյալ Նահանգների քաղաքագետներից, խոշորագույն քաղաքագետներից մեկը, որ Միացյալ Նահանգները եթե շարունակի այսպես շարունակել, ինքը կորցնելու ամեն ինչ է։ Եվ Միացյալ Նահանգները փորձեց իրավիճակը փոխել եւ իրենից ավելի լավ պատկեր ցույց տալ ամբողջ աշխարհի դիմաց։ Ամենապարզ օրինակը բերեմ, երկրորդ 1965 թվականին, երբ որ Միացյալ Նահանգները ներխուժեց Վիետնամ, այն ժամանակ Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը, պետդեպարտամենտը, այսպես ասած, հետազոտություններ արել եւ իմացել էին, որ աշխարհի մեծ ժողովուրդները դեմ են դրան։ Եվ երբ որ այն ժամանակվա նախագահ Նիքսոնի դիմաց դրել էին, որ բոլորը դեմ են, ինքը համառորեն պնդել էր իրենը։ Հիմա նույն իրավիճակն է Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգներում Տրամփը փորձում է Միացյալ Նահանգներից լավ պատկեր ստանալ եւ այդ լավ պատկերի կողքին նաեւ Միացյալ Նահանգների հեգեմոնիան հնարավորին չափ պահպանի։ Եվ այդ պահպանելու համար ինքը օգտագործում այսպես ասած մտրակի եւ գազարի քաղաքականությունը։ Չմոռանանք, որ Տրամփը բիզնեսմեն է եւ իր ամբողջ հոգեբանությունը եւ տրամաբանությունը այդպես է շարունակվում եւ իրենք այդ քաղաքականությունն են վարում։ Իսկ Ռուսաստանը բավականին լավ փորձառություն ունի Միացյալ Նահանգների հետ եւ շատ լավ հասկանում է, որ ինչ է խաղում Տրամփը։ Անշուշտ մենք փորձում ենք ռացիոնալ նայել հարցին, բայց կարող է Ռուսաստանում ինչ-որ մեկը ինչ-որ մի բան անի, որը տրամաբանությունից եւ ռացիոնալիզմից դուրս լինի։ Սա էլ չի բացառվում։ Ինչ է լինելու Հայաստանի հետ։ Եթե Հայաստանը շարունակի այսպես
լինել խաղաքարտ տարբեր պետությունների ձեռքում, եւ Թուրքիայի, եւ Միացյալ Նահանգների, եւ Ռուսաստանի, եւ Եվրոպայի ձեռքում, ինքը մնալու է որպես խաղաքարտ եւ արդյունքում ինքը կտոր է լինելու։ Այնպես ինչպես որ Բեռլինի կոնգրեսի ժամանակ ոտնահարեցին մեր իրավունքները, այնպես ինչպես որ 1920 թվականին ոտնահարվեց մեր իրավունքը, այնպես ինչպես որ 1921 թվականին ֆրանսիացիք մեզ Կիլիկիայում դեմ դիմաց թողեցին թուրքերի հետ եւ հեռացան ամփոփ զենք զինամթերք տալով թուրքերին եւ թուրքերը մեզ կոտորեցին։ Սա է խնդիրը։ Հիմա եթե մենք ուզում ենք Հայաստանում եւ հայ ժողովրդի մոտ իրավիճակ փոխվի, մենք պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը, մեր կարողությունները եւ այդ մոբիլիզացման համար մենք պետք է հետ վերադառնանք եւ նայենք մեզ, մեր քաղաքակրթությանը։ Սա կարևոր հարց է։ Աշխարհը այսօր քաղաքակրթությունների պատերազմին է գնում եւ այս քաղաքակրթությունների պատերազմին գնալու ընթացքում ուզենք թե չուզենք մենք պետք է վերանայենք մեր Որն է այս քաղաքակրթությունը։ հայկական քաղաքակրթությունը։ Այն քաղաքակրթությունը, որը ունի դարերի պատմություն եւ խոր արմատ է թողել ամեն մի հայի մեջ, ամեն մի հայի մեջ։ Շատ են ներկա դրությամբ, շատ են քննադատում հային, հային շատ է քննադատում։ Դա էլ ճանաչողական պատերազմի մի հատվածն է, որը փորձում են ստորացնել հայությանը։ Եվ թուրքերն են փորձում, եւ եվրոպացիք են։ Ես ինչու եմ սա ասում, պարոն Պետրոսյան, որովհետեւ չնայած թեման դա չէինք նախատեսել քննարկում, բայց ձեր միտքը դրան բերեց։ Տեսեք, մենք անդադ քննադատում ենք իշխանություններին, ասում ենք հարձակում է գործում հայ եկեղեցու վրա, հա, եկեղեցու նկատմամբ անպարկեշտ վարմունք ունեն, այ պետք է հեռացնել սրանց, որ եկեղեցին նաև գնահատվի։ Բայց երկու օրը հետևում ենք հանրային գեներացվող քննարկումների, այսինքն Նիկոլ Փաշինյանին իբրև թե ընդդիմադիր հանդես եկող հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի շրջապատ ամենակեղտոտ ձևով հարձակվել է Միքայել Սրբազանի ուղղությամբ, հա, Աչապահյանի Շիրակի թեմի առաջնորդ եւ ամենավերջին պիտակավորումներն են օգտագործում, այսինքն հա, այդ շրջանակներից մեկը Սրբազան Աչապահյանի հետ մասին խոսում է այնպես, ինչպես Ալեն Սիմոնյանը կաթողիկոսի մասին, հա, քաղաքացիով։ Մյուսը հայոյանք է գրում, մյուս ուրիշ բան է գրում։ Այդ ինչ քաղաքակրթական համախմբման մասին է, ներուժի համախմբման մասին, եթե իշխանությունն էլ է այդ որակի, ընդդիմության դաշտում գոնե փողային իմաստով մեծ տեղ զբաղեցնողներն էլ են նույն որակի։ Քաղաքակրթությունը երբեք կախված չի եղել ոչ իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից։ Բայց ինչը ովքեր պիտի մոբիլիզացնեն, այդ համատեղելու մասին եք խոսում, բան եք անում։ Մոբիլիզացնելու համար այստեղ կարևոր մի հանգամանք կա։ Նախ եւ առաջ այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն ունեցող բոլոր կուսակցությունները, ովքեր որ իրենց ընդդիմադիր են համարում։ Բացարձակ բոլորի մասին եմ ասում։ Իրենք որևիցե մեկը ծրագիր չունի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Ոչ մեկը չունի։ Դիցուք այսօր մենք ներկա ինչ որ ձևով Նիկոլը հեռացավ։ Հետո ինչ է կանելու։ Ոչ մեկը ծրագիր չունի։ Հետո լավ կլինի, Նիկոլն էլ էր նույն բան ասում, որ հետո լավ կլինի։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր ասում հետո լավ կլինի։ Բայց փոխարեն լավ լինելու ավելի վատացավ։ Այսօր մեր ժողովուրդը չի վստահում եւ ոչ մի քաղաքական կուսակցության։ Ոչ երկրորդ նախագահին, ոչ առաջին նախագահին, ոչ երրորդ նախագահին եւ ոչ էլ առավել եւս այսօրվա իշխանություններին։ Եվ ինքը իրավացի է, քանի որ ամեն մեկը 10 տարի ունեցել է հնարավորություն իշխելու երկրի վրա, բայց իրենից հետո ինչ է թողել։ Կարելի ասել ոչինչ։ Այն ինչը որ թողել են, այսօրվա իշխանությունները արդեն հնձում են, այն ժամանակ ցանել են, հիմա հնձում են։ Դե այլ ովքեր պիտի միավորվեն։ Այսօրվա այսօր մենք քաղաքական դաշտ չունենք մենք Հայաստանում։ Մենք ունենք կուսակցական դաշտ։ Մենք քաղաքակրթված անձնավորություններ, որոնք որ կարող են քաղաքականություն վարել։ Ես որոշ խմբերի նայում եմ, իմ մոտ տպավորություն մենակ դաշտ ունենք։ Քաղաքականը դուրս է մնացել։ Ֆիզիկայի մեջ մանավանդ միջուկային ֆիզիկայի մեջ գոյություն ունի մի տերմինոլոգիա, որը տերմոդինամիկայի մաս է կազմում։ Երբ որ միջուկային ռեակտորի մեջ ռեակտիվ նյութերը իրար հետ բախվում են եւ ջերմաստիճանը սկսում է բարձրանալ, որպեսզի թուլացնեն իրավիճակը, հատուկ ձողեր կան, մտցնում են տարածքի մեջ։ Իրենք տարածքը զբաղեցնելով պատճառ են հանդիսանում, որպեսզի ռեակտորը սառչի։
Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը այդպես է։ Ժողովուրդը եռում է անճարակությունից, ժողովուրդը եռում է կատաղածությունից, ժողովուրդը եռում է, քանի որ իրեն բոլորը ստորացնում են, եւ քաղաքական դաշտ է մտնում տարբեր կուսակցություններ։ Եվ նախկին եւ ներկա բոլորը Բայց Եվ լավ դրանք- չի որ հովացնում են, որտեղ որ հովացնան ռեակտորը կպայթի։ Միգուցե լավ է որ պայթի եւ այդ ամեն ինչից ոչինչ չունի, այսօրվա քաղաքական դաշտը Հայաստանին է երկրաշարժ է տեղի ունեցել։ Եվ փլատակների վրա մարդիկ, որոշ մարդիկ, չասեմ բոլորը, այդ թվում նաեւ հանրապետական կուսակցությունը ուզում են ճակերտավոր ղեկավարել փլատակները։ Մեկը չկա ասի փլատակները կառավարել պետք չի, փլատակները պիտի հավաքել եւ թափել։ Այդ թվում նաեւ իրենց։ Սա է խնդիրը։ Դրա համար ժողովուրդը ոչ մեկին չի հավատում։ Եվ իրավունք ունի Դուք ջավատը։ կարծում եք այդ պայթյունը պետք է առողջանալու։ Այդ պայթյունը այսպես թե այնպես տեղի է ունենալու։ Այսպես թե այնպես տեղի է ունենալու։ Չի կարող պայթյունը տեղի չունենալ։ Լավ, պարոն Պետրոսյան, դուք երկար տարիներ այսպես ուժային կառույցների գոնե փոխհարաբերվել եք, հա։ Երեք ուրեմն պաշտպանության նախարարություն կոչվածը ես ինչ եմ ասում կոչվածը, որովհետև դա ոչ պաշտպանության հետ կապ ունի, ոչ նախարարության հետ, ոչ պետության հետ։ Ադրբեջանցիների կրակը, փաստորեն հիմա արդեն ադրբեջանցիները կարող են հրադադար ռեժիմը խախտել ու չմտածել էլ թե ինչ հիմնավորումներ բերեն, դե Հայաստանում իրենց բան դուստր ձեռնարկությունը կմտածի։ Եվ մտածել են, ասում այդ կրակոցները Սյունիքի սահմանին դրանք ուղղված չեն եղել հայկական բնակավայրերի ուղղությամբ։ Սա ես չգիտեմ ուրիշ երկիր կա, որը թշնամական երկրից արձակված կրակոցների ինքը հիմնավորում է, բացատրում է։ Ինձ թվում է կարելի է Աստված ոչ անի, եթե անգամ վիրավորներ սոհեր ունենանք, խորհուրդ եմ տալի ՊՆ-ին, օրինակ ասել ոչ թե ադրբեջանցիները թիրախավորել են մեր բնակիչներին զինվորներ, այլ զինվորներն ու բնակիչները վազել են գնդակի ուղղությամբ եւ հարվածել են գնդակին։ Այն որ ասում է, չէ, մի հումոր կար, ասում է, ինքը ինձ բռունցքով չի հարվածել, ես աչքով խփել եմ իր բռունցքին։ Հիմա այս մի կողմից հասկանալի է, որ Հայաստանը այո, այս պահին պատրաստ չէ իրավիճակի պատերազմական իրավիճակի, գոնե տպավորությունն այդպեսն է։ Մյուս կողմից կարելի է խուսափել այդ իրավիճակից երևի թե առանց ստորակարշության, ինչ որ սրանք են անում։ Գիտեք, նախ եւ առաջ արդյոք մենք ունենք պաշտպանության նախարարություն։ Դե դրա համար ասեցի այսպես կոչված է։ Չունենք, պաշտպանության նախարարություն չունենք։ Այն գեներալները, որոնք 2021 թվականի մարտ ամսին հայտարարեցին, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իրենք իրականության մեջ ուզում էին այն ժամանակվա ցասումը, որ կուտակվել է ժողովրդի մեջ, դա թույլատնեին եւ այդ գոլորշին բաստողնեին։ Եվ իրենք այնքան ստոր էին, բոլոր այդ գեներալ կոչվողները, բոլորը այնքան ստոր էին, որ ժողովրդի միջից հելած իրենք դավաճանեցին ժողովրդին։ Այնպես որ մենք այսօր չունենք ոչ պաշտպանության նախարարություն, ոչ ազգային անվտանգության ծառայություն եւ ոչ արտգործնախարարություն, մենք նախարարություն չունենք Հայաստանում։ Մենք ունենք մի անձ, որը իր հոգեբանությունից ելնելով, որը ատում է հայությանը եւ հայ ժողովրդին, փորձում է ստորացնել հայությանը։ Այն ստորացումների համար, որը ժամանակին ինքը իր մայրը, իր հարազատները քաշել են։ Եվ հիմա ինքը վրեժ է լուծում։ Սա է իրավիճակը։ Այսպիսի իրավիճակ ամեն 1000 տարին մեկ է ընկնում որևիցե պետության ձեռքը։ Եվ հիմա Ադրբեջանի ձեռքում ընկել է այդպիսի մի խաղաթուղթ, եւ ինքը օգտագործում է մինչև վերջ։ Մինչև վերջ է օգտագործում։ Եվ այսօրվա իրավիճակի պատասխանատուները նաև բոլորն են։ Բոլոր նրանք, ովքեր որ աջակցեցին, որպեսզի Նիկոլը գա իշխանության գլուխ եւ ինքը հասնի այնտեղ, որտեղ որ կա։ Հիմա այս իրավիճակից, այս ստորակարշությունից եւ մնացած ամեն ինչից դուրս գալու համար անպայման չի, որ դու գնաս պատերազմես։ Եթե Հայաստանի իշխանությունները վերանայեին իրենց ամբողջ բանակային համակարգը, ոչ թե այսպես ոչնչացնեին, այլ վերանային եւ սկսեին ճիշտ կողմնորոշվել եւ ճիշտ ռազմավարություն վարել բանակը հզորացնելու, ազգային անվտանգությունը հզորացնելու, Ադրբեջանը այդպիսի համարձակություն չէր ունենա։ Վերջոց այդ պատերազմի ընթացքում ադրբեջանցիք ավելի շատ կորուստներ տվեցին, քան թե մենք։
բայց Ադրբեջանին օգնեց Թուրքիան, որպեսի շատ արագ նորից վերականգնի եւ տարեկան 15-ից մինչեւ 20 զորավարժություններ անելով իրենց բերեցին մարտական վիճակի։ Դրանով հանդերձ դեռ էլ իրենց բանակը այն մարտունակությունը չունի, որը որ պետք է։ Բայց մենք ի վիճակի չենք ոչ մի բան անելու։ Դա նման է նրան, որ քիչ առաջ ընկերներիցս մեկի հետ էի խոսում, ինքը խոսեց ֆուտբոլի մասին, ես ասացի դու խոշոր ընկերության տնօրեն ես։ Եթե դու որպես տնօրեն չհստակեցնես, թե ինչ ես ուզում, քո թիմը, քո աշխատողները կկարողանան աշխատեն, ասես ոչ, ասի այդպես էլ այ հիմա է։ Այնպես ինչպես որ ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի խնդիր չի դնում ֆուտբոլիստների դիմաց։ Այդպես էլ երկրի այսօրվա իշխանությունները որևիցե խնդիր չեն դնում իրենց առաջ։ Եվ այսպես ասած բարձիթող վիճակում մենք գնում ենք։ Մենք իներցիայով գնում ենք առաջ։ Եվ այս իներցիայով գնալ առաջը մի տեղ կասեն, որ այդ իներցիան կդառնա 0 եւ մենք արդեն կկանգնենք։ Սա է խնդիրը։ Երբ որ ասում ենք, որ մենք պետք է պատրաստվենք պատերազմի, դա չի նշանակում, որ գնում ես պատերազմի։ Այլ նշանակում է, որ դու քո մկանները ուժեղացնում ես, որ դիմացին տեսնելով քո մկանները չհարձակվի քո վրա։ Իսկ եթե դու ունենալով մկաններ քեզ ստորակարշի նման ես պահում, պարզը իրենց ոտքը գտնեն քո գլխի վրա կստորացնեն, կասեն կոշիկներս էլ լեզի ձեր։ Այնինչ որ այսօր անում է իշխանությունը։ Դա բավականին բնական երևույթ է։ Այս վիճակը չենք ուզում հանդուրժել, պիտի դուրս գալ այս վիճակից։ Բայց այս վիճակից դուրս գալու առաջին նախապայման այն է, որ գոյություն ունեցող քաղաքական կուսակցությունները բոլորը լռեն։ Փոխարեն այսօր երկրի թիվ 1 խնդիրները, որոնք որ անվտանգային հարցեր են դրանց մասին անդրադառնան, մեկը մյուսի վրա ցեխ է շպրտում։ Հետո էլ ուզում են, որ ժողովուրդը իրենց ընտրի։ Ով պիտի ընտրի Սերժ Սարգսյանին, ով պիտի ընտրի Ռոբերտ Քոչարյանին։ Ինչու պիտի ընտրեն։ Երկրի թիվ 1 խնդիրը թողած մեկը մյուսի վրա ցեխ է շպրտում։ Լավ, դուք ինչ, ձեզանից ինչ նախագահ։ Դուք ով եք։ Ով եք դուք։ Ով եք դուք ձեր կյանքով։ Լավ, երկրի թիվ 1 խնդիրը ինչ անեն, պարոն Պետրոսյան, ասիկան գնան Նիկոլի փոխարեն ինչ որ խնդիր լուծեն, կարող են։ Ինչու չեն կարող։ Ինչ Իրենք չունեն հնարավորություն, ինչի հնարավոր։ ամեն տեսակ հնարավորություն, սկսած ֆինանսական խնդիրները, վերջացած մարդկային Նիկոլը ռեսուրսը։ մնա վարչապետ, իրեն գնան ինչ որ խնդիրներ լուծեն։ Չէ։ Եթե մենք ուզում ենք երկիրը այս վիճակից անենք, Նիկոլը չի պիտի մի վարքյան չի պիտի մնա այդ աթոռի վրան։ Իսկ այդ աթոռի վրա չմնալու համար փոխարեն մեկը մյուսի վրան կամ Աջապահյան Սրբազանի վրան ցեղ շպրտելու փոխարեն պետք է կոնսոլիդացնել։ Եթե մարդիկ այդ տարրական հասկացողությունը չունեն, վերջերս ժողովուրդը շատ կներեք, էս չի տեսնում է գնահատում ամեն ինչը։ Մենակ այն որ Նիկոլ լավ, ես որ տեսնում եմ, հասկացա, ես որ տեսնում եմ օրինակ ժողովուրդ չեմ ասի, բայց հասարակության ինչ որ շրջանակ ասում է, լավ, օրինակ երրորդ նախագահային Արի Ասպարեզ բացատրի ինչու է 18-ին իշխանություն տվել Նիկոլին։ Կամ ինչպես, ինչ ճշմարտ տակ։ Եթե օրինակ այս հարցը պատասխաններ չլինեն, այս հարցի պատասխանները չլինեն, արդյոք հնարավոր է Սերժ Սարգսյանը գնալ ինչ որ բան փոխել։ Գիտեք, նախ եւ առաջ այն ինչ որ տեղի ունեցավ 2018 թվականին, դրա հիմքերը Սերժ Սարգսյանը դեռ դրեց 2010 թվականին, երբ որ Հայաստանի տարածքային բաժանումներն արեց։ Եվ այն ժամանակ սահմանազատումն արեց, այնպես ինչպես որ այսօր Նիկոլն արել։ Լավ, հիմա բաց է որ այս հարցերը տալիս է։ Ես չասեցի այդ հարցերին ցանկ շպրտեն իրար վրա։ Հիմա հանրապետական այս հարցերը գնահատվում որպես ցեղ շպրտոցի։ Տեսեք, երբ որ մեքենան իր տորմոզները կտրել է եւ գնում է, կամ ասենք օդանավը գլխիվայր իջնում է ներքև։ Այդ ժամանակ դուք ձեր առաջնային խնդիրն ինչ է, որ օդաչուն լավն է թե վատն է, թե օդաչուն ինչու բերես այդ վիճակին, թե փորձենք այս վիճակից դուրս գալ։ Ես չեմ ասում հարցը չտալ։ Առաջի անգամ դեռևս 2021 թվականին մեկ հեռուստաընկերությունով ես բարձրացրեցի այդ հարցը եւ ուղղակի քննադատեցի Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանը։ Հանրապետական կուսակցությունից զանգել են տվյալ հեռուստաընկերությանը եւ հանեցին այդ հաղորդումը։ Այդ հաղորդումը հանեցին։ Առաջին անգամ գոնե ես եմ բարձրացրել այդ հարցը եւ անընդհատ քննադատել եմ ոչ թե ինչու բերեցիր Նիկոլին, այլ շատ ավելի հիմնային հարցեր։
ուղղել եմ, ուղիղ եթերներով հղել եմ Սերժ Սարգսյան եւ ոչ մեկը պատասխան չի ունեցել։ Եվ հիմա Սերժը կարծում է, որ ինքը ըստվեր ունի, կարծում եմ, որ ինքը չունի։ Ինքը շատ ավելի թափանցիկ է, քան այն ինչը որ ինքը պատկերացնում է կամ իրեն համոզում են, որ ինքը ըստվեր ունի։ Դժբախտաբար Սերժը չկարողացավ այն պատրանքների մեջ, որը դեռ ապրում էր 90-ական թվականներին, մանավանդ 95-96 թվականին, դրանցից ինքը չձերբազատվեց։ Ինչ պատրանք։ Ես կարծում եմ, որ ինքը եթե լսի կհասկանա թե ինչ եմ ասում։ Դե բացի շատ էլ հասկանանք դուք ինքը շատ լավ կհասկանա թե ես ինչ եմ ասում։ Ինքը երբեք բանկ փոխի իր հասկանալը, ասեք մենք էլ հասկանանք։ Միգուցե փոխի։ Ինչ պատրանք։ Միգուցե փոխի։ Իր կնոջ մահը եւ իր կնոջ վերջին խոսքը իր վրան կարծում եմ շատ ազդեց եւ դրանից հետո ինքը որոշ բաներ փորձեց փոխել, բայց հետո ինքը ինքավ նորից իր շրջապատի ազդեցության տակ։ Սերժը երբեք չկարողացավ ձերբազատվի այն շրջապատից, որը ինքն էր ստեղծել։ Սա ողբերգություն է շրջապատը։ Այդ շրջապատին ինքը վճարում է, որ իրեն գովեն։ Գիտեք, դա ողբերգություն է ղեկավարի համար, լիդերի համար, որ պիտի վճարի իրեն գովեն։ Սա մեծագույն ողբերգություն է։ Եվ այդպիսի մարդկանցից պետք է հազարավոր կիլոմետր հեռու վազել։ Լավ, հիմա ինչ եք դուք տեսնում։ Իշխանությունները ասում են մենք պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթը։ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ դնում։ Իրենց պարզվում միայն իրենց ստորագրելով չի։ Ադրբեջանը ասում է հələ ուրիշ բաներ ունենք մեզ տալու։ Այո, իրենք Ադրբեջանը պիտի պարտադրի, որպեսզի Նիկոլը ստորագրի մի պայմանագիր, որը համահավասարազոր լինի Ալեքսանդրոպոլի պայմանագրին։ Այսինքն Հայաստանում լինի 15-ից 20 հազար ոստիկանություն, Հայաստանի ամբողջ տարածքը լինի 9000 քառակուսի կիլոմետր եւ դրանով սահմանափակվի։ Ինքը դա է ուզում։ Ինքը ուզում է այնպես անի, որպեսզի Հայաստանը երբեք գործոն չդառնա։ Ձեր հաղորդման մեջ ունեցել ենք առիթներ եւ անդրադարձել ենք այդ հարցին, որ այս տարածաշրջանում երբեք խաղաղություն չի լինի, քանի որ Թուրքիան միշտ հարց է դրել կամ մենք կամ հայերը։ Եվ հիմա իրենք փորձում են հայերին վերացնել։ Քանի որ իշխանության գլխին կա Նիկոլ Փաշինյան, ընդդիմության դաշտն էլ հո ցրիվեկած է։ Եվ քաղաքական դաշտ գոյություն չունի Հայաստանում։ Եվ այսպիսի ոսկյա հնարավորություն, եթե իրենք հիմա կորցնեն, հայտի չի նորից եփեն ձեռք բերելու։ Սա է խնդիրը։ Հիմա իրենք փորձում են ճնշեն մինչև վերջ, ինչքան որ կարողանում են։ Եվ իրենք բռնաբարելու են Հայաստանը։ Իրենք անելու են դա, քանի որ իրենց դիմաց որևիցե ուժ չկա, որ դիմակայի այդ ամեն ինչին։ Եվ դեռևս ավելի կխորանա այս ամեն ինչը։ Եվ պիտի խորանա։ Լավ, վերջին հարցը, պարոն Պետրոսյան, կա գիտակցումը ժողովրդի մոտ, որ ինչ որ բան պիտի արվի։ Առանց քաղաքական ուժերի նայելու, որովհետև եթե անկեղծ այն որ դուք ասում եք երում է քաղաքական ուժերին մտցնում են, որ հանգստանցվի, չգիտեմ, կառավարելի դառնա հասարակություն, եթե իմ գնահատմամբ, եթե հասարակությունը իրականում երար, անհաշտ լիներ իր մեջ ներքինում անհաշտ լիներ այս իրականության հետ, կսրբեր նաև այդ քաղաքական ուժերին։ Ի վերջո այդ ջերմամիջուկային process-ներն էլ, չէ, ինչ որ կետ կա, որ անցավ, ինչ ուզում ես մտցրում է, անհնար է սառեցնել։ Ինք պայթելու է վստահաբար։ Տեսեք, մենք երբ որ խոսում ենք հասարակության մասին, ցանկացած հասարակություն, նման է մարդու օրգանիզմի։ Ժողովուրդը հիմնական շարժվող մասերն են, ձեռքն է, ոտքն է, տարբեր բանը, մաշկն է, արյունատար անոթներն են, արյունն է, ամեն մեկը ինչ որ մի օրգանիզմի մասն է կազմում։ Մարդու օրգանիզմը աշխատում է երկու հիմնական օրգանով։ Մեկը սիրտ, մյուսը ուղեղ։ Այսօր մեր ժողովուրդը դիաբետային շոկ է տանում, որը շատ նման է ուղեղի կաթվածին։ Երբ որ ուղեղը չաշխատի, մարդու օրգանիզմները կաշխատեն, ոչ մի օրգանիզմ չի աշխատի։ Ինքը դառնալու է հաշմանդամ, ինքը դառնալու է թուլացած վիճակ։ Սա այսօրվա մեր ժողովրդի վիճակը դա է։ Հիմա մեր
Գլուխը մեր ուղեղը այսօրվա դրությամբ այսօրվա իշխանությունն ու ընդդիմությունն են։ Ամենապատկերավոր ասած սա է, որը կաթվածահար է։ որը կաթվածահար են, որը մեկը մյուսի հետ պասերով խաղում է։ Հիմա այս վիճակից դուրս գալու համար շոկ է հարկավոր։ Այդ շոկը հիմա կամ ներսից կլինի կամ օրգանիզմը ինքը կսկսի իր մեջ պայքար տանել եւ ինքը իրեն շոկի կենթարկի եւ դուրս կգա, քանի որ դիաբետային շոկից դուրս գալու միակ ձևը այդ շոկն է։ Ուրիշ ձև չունի։ Կամ թե չէ, անցնում է որոշ ժամանակ եւ մարյան միջի շաքարը բալանսավորվում է եւ մարդը դուրս է գալիս այդ շոկից։ Այս երկու պարագան է։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, միշտ հետաքրքիր է ձեզ լսել, ես շեշտեմ զրուցում էի Վազգեն Պետրոսյանի հետ, տեսություն կհանդիպենք։